Վրաստանի խորհրդարանն անցել ընտրություններում հաղթած վրացական երազանքը 49%, նախկին նախագահ Սահակաշվիլի ազգային միացյալ շարժումը 27% եւ խորհրդարանի շեմին է հասել Պատրիոտների ալյանսը։ Աջակողմյան ազգայնական ուժի մասին այս պահի դրությամբ լուրերը հակասական են։ Ըստ որոշ լուրերի Պատրիոտները 5% են ստացել, հաղթահարել են խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը եւ կունենան 5 մանդատ։ Սակայն վրացական լրատվամիջոցները նաեւ հաղորդում են, որ Պատրիոտները ստացել են ձայների 4,99% եւ խորհրդարան չեն անցել։ Ամեն դեպքում այս հարցը կպարզվի վերջին տեղամասերի քվեները հաշվելու եւ մոտավորապես 200 դիմում բողոքները ուսումնասիրելու արդյունքում։ Սրանք հիմնականում համամասնական ընտրակարգով անցկացված քվեարկության արդյունքներն են։ Մեծամասնական ընտրակարգով 5 տասնյակից ավելի ընտրատեղամասերում երկրորդ փուլ է անցկացվելու։ Սակայն նշեմ, որ մեծամասնական երկրորդ փուլի արդյունքները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ կուսակցությունների խորհրդարան անցնելու հետ։ Եթե համամասնական ընտրակարգով ասենք 3 կուսակցություն է անցել խորհրդարան, սա արդեն չի փոխվի։ Մեծամասնական երկրորդ փուլի արդյունքները կարող են միայն ավելացնել խորհրդարան անցած կուսակցությունների մանդատների քանակը։ Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները անցկացվել են խախտումներով եւ կեղծիքներով։ Վրացական երազանքը հայտարարում է, որ ընտրությունները անցել են արդար եւ թափանցիկ։ Երկրի վարչապետ Գյորգի Կվիրիկաշվիլին վրացական երազանքի գրասենյակում Կիրակի օրը կայացած բրիֆինգում ընտրությունները համարելով կայացած նշել է, որ ԵԱՀԿ-ի գնահատմամբ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները անցել են թափանցիկ, արդար, մրցակցային եւ ժողովրդավարական պայմաններում։ Նշենք սակայն, որ ԵԱՀԿ դիտորդները արձանագրել են նաև բացասական երևույթներ։ Կիրակի օրը հրապարակած նախնական զեկույցում նրանք տեղամասերի 31%-ում ձայների հաշվարկը գնահատել են վատ կամ շատ վատ, 4 տեղամասում տեղի են ունեցել բռնություններ։